Անդրեաս Ղուկասյանը հացադուլը կդադարեցնի փետրվարի 20-ին առավոտյան, որին կհաջորդի մամուլի ասուլիս։ Հացադուլի 24-րդ օրը լուրջ գանգատներ դեռևս չունի, թեպետ հրաժարվում է այսուհետև խոսել իր առողջական վիճակից։ Այնուամենայնիվ ի վիճակի կլինի փետրվարի 18-ին գնալ ընտրատեղամաս եւ մասնակցել քվեարկությանը։ Քվեարկությանը մասնակցեմ թե չէ եւ իմ ուղերձը դեպի քաղաքացիներ կանեմ ամսի 16-ին։ Հիմա մենք ուսումնասիրում ենք բոլոր տարբերակները, նայում ենք ինչպես է փոփոխվում իրադրությունը։ Երևանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում քաղաքացիների մի խումբ նախաձեռնել է գումարել բաց ժողով եւ քննարկել քաղաքացիների դիրքորոշումը ապագա գործողությունների վերաբերյալ։ Ես վստահ եմ, որ այդ հավաքը, այդ ժողովը կարող է սկիզբ դնել մի նոր քաղաքացիական շարժման։ Դուք անձամբ ներկա կարող եք գտնվել այնտեղ, թե ես ենթադրում եմ, որ ելույթ կունենամ, եթե իմ հնարավորությունը ուժերը թույլ տան։ Այսօր ավելի վաղ մամուլի ասուլիս էր հրավիրել Անդրեաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը։ Ինչու չեք դիմում առողջապահության նախարարության կողմից առաջարկված հետազոտմանը։ Բազմաթիվ անգամ հնչող այս հարցին պարոն Գրիգորյանը բերեց մեկ օրինակ, որ իրենց եւ նախարարության բժիշկներն անգամ միևնույն ժամանակ Ղուկասյանի ճնշումը չափելիս արձանագրել են չափից մեծ տարբերություն։ 80, 60 կամ 50 կամ մենք չափում ենք միշտ տատանում ատալիս, ասենք 110, 70 կամ 80, միշտ նման տատանումներ։ Միտում չեք նկատում, այլ սկսում ենք չվստահել, որ մենք ունենք մեր բժիշկները, մենք կոնսուլտացիաների հիմնական անցկացնում նրանց հետ ու քննարկում ենք մեր գործողությունները, անդառնալի այս պահի մեր բժիշկների գնահատականով անդառնալի ինչ-որ առողջության վնաս դեռևս չի հասցել։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպեց մշակույթի տան դահլիճում։ Եկել եմ խնդրելու ձեր աջակցությունը հանդիպման մասնակիցներին դիմելով ասաց նախագահի թեկնածուն։ Համարում եք, որ շատ վատ չեմ աշխատել, խնդրում եմ քվեարկելու մոտ։ Եթե համարում եք, որ շատ վատ եմ աշխատել, փորձեք ուրիշին ընտրել, միգուցե ձեր գործերն ավելի լավ կլինեն։ Բայց ես վստահ եմ, սիրելի վարդենիսցիներ, որ դուք ունենալով բազմաթիվ պրոբլեմներ, այնուհանդերձ տեսնում եք, որ օր-օրի ինչ-որ մի բան փոխվում է։ Խոսելով սոցիալական խնդիրներից նախագահի թեկնածուն ասաց, որ արժանապատիվ ապրելու համար առաջին հերթին պետք է լուծել բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի խնդիրը։ Իր ելույթից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց դահլիճին, որ հարցեր ուղղեն իրեն։ Միկրոֆոնին մոտեցավ մի տարեց վարդենիսցի։ Վարդենիսի նախագահական Հայաստանի նախագահական ընկերությունները դիտարկում են Վարդենիսի որպես տոն, ուժերի լարման, համախմբման, գալիք տարիների համար նոր առավել իրատեսական ծրագրեր մշակելու եւ պետության օգետ կանգնած դժվարին խոչընդոտները հիմնահարցերի լուծման ճանապարհին ծրագրված հիմնահարցերի լուծման լուծումը հակում են նախագահի այն թեկնածուի հետ, որին մենք առավել տեղ տալիս։ Այս իմաստով մենք առավել տեղ տալիս գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Վարդենիսին արդեն կողմնորոշվել է։ Մեր թեկնածուն գործող նախագահ պարոն Սերժ Սարգսյանն է։ Մարտունի քաղաքում եւս ընտրողների հետ հանդիպումը դահլիճային պայմաններում էր։ Մեր նախընտրական ծրագիրը ոչ մի կապ չունի քարոզչական տեխնոլոգիաների հետ, մարտունեցիներին ասաց նախագահի թեկնածուն։ Այն, ինչ մենք ներկայացնում ենք մեր ժողովրդին, ամենասովորական աշխատանքային պլան է։ Դրանով մենք առաջնորդում ենք մեր գործունեության մեջ։ Եվ ես եկել եմ, սիրելի մարտունեցիներ, որպեսզի խնդրեմ ձեր հավանությունը հենց մեր այդ աշխատանքային պլանին։ Հակադարձելով հաճախ հնչող այն մտքին, թե ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է, նախագահի թեկնածուն ընտրողներին ասաց, որ եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այդ գաղափարին, ապա եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որ այսօր հնչում է ավելի կատաղի քան երբևէ, թե ձեր ձայնը բացարձակապես
ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ։ Նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որ Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ, հանուն սեփական, նեղ, խմբակային ու անձնական շահի։ Նրանց ձայնն, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան եւ արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը։ Միայն Հայաստանի քաղաքացին կարող է ընդհատել այդ արատավոր շղթան, ասաց Սերժ Սարգսյանը։ Նախագահի թեկնածուն առանց որևէ մեկի անունը նշելու անդրադարձավ նաև իրեն չշնորհավորելու մասին խոսակցություններին։ Երբ որ ասում են չենք շնորհավորելու, կարծես թե լավություն են անելու մեզ։ Դա առաջին հերթին խոսում է շնորհավորողի կուլտուրայի մասին։ Եթե ես հարսանիք ունեմ, ապա իմ բարեկամները պետք է գան շնորհավորելու, չէ՞ ինձ։ Ոչ ես չեմ խնդրում ասում ժողովուրդ, բա եկեք ինձ շնորհավորեք։ Ինչի համար։ Ընդունված կարգ է։ Եթե իրենք ընտրվեն, մենք իրենց կշնորհավորենք։ Արդեն Մարզկենտրոն գավառում Սերժ Սարգսյանը ելույթից առաջ քաղաքի եկեղեցում ներկա եղավ պսակադրության, այնուհետև հրապարակում խոսեց երիտասարդության խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին, իսկ ելույթից հետո մասնակցեց Տեառն Ընթառաջի տոնին նվիրված արարողությանը։ Հայաստանի նախագահի թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանի ներկայացմամբ արդեն ակնհայտ է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները ազատ ու արդար չեն լինի։ Նման հայտարարություն Ժառանգություն կուսակցության առաջնորդ հարեց այսօր Էջմիածին քաղաքում կայացած իր նախընտրական հանդիպման ժամանակ։ Կարող եք ինձանից ակնկալել, որ 5 տարի միայն, 5 տարի ոչ ավել, հետո 5 տարի հետո մենք ունենք առաջի ազատ արդար ընտրությունները մեր նորական պատմության ընթացքում։ Այս անգամ ազատ արդար չի լինելու, արդեն ակնհայտ է, որ ազատ արդար չէ։ Բայց դա չի նշանակում, որ ես հրաժարվում եմ պայքարից։ Դա չի նշանակում ես գոմ պիտի քաշվեմ, ասեմ, որ չարժի, որտեղ ես ունեմ պատասխանատվության զգացում։ Հովհաննիսյանն այսօր ընտրարշավ էր իրականացնում Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքից բացի նա եղավ նաև հարակից մի շարք գյուղերում։ Ուզումը կլիներ, որ թեկուզ 5 օր ընտրությունից առաջ հարկելի նախագահը հետ կանչեր իր մարզպետներին, իր քաղաքապետերին, գյուղապետերին, հրամանատարներին, բոլոր տեսակի պետերին, ովքեր ներկայությամբ փորձում են ժողովրդին վախեցնել, սպառնալ, գաշարել։ Երեք ես Լորվա մարզում էի եւ հենց Ալավերդի քաղաքապետարանում գար հանրապետական կուսակցության շտաբ կայանը, այնտեղ նստած էր մարզպետը, թեկուզ արձակուրդի մեջ։ Եվ շարվել էին այնտեղ, մտա բարևեցի, բարի ընտրություն մաղթեցի, բայց հենց այդ մուտքի մոտ շարվել էին տասնյակ գյուղապետեր, որոնք չէին գնացել Վանաձոր, որտեղ մարզպետի պաշտոնակատարներ նստում, այլ գնացել էին Ալավերդի կուսակցական շտաբ։ 5 օր անց մենք մեծ որոշում ունենք, թե ինչպիսի Հայաստանում պիտի ապրենք։ Ամեն մեկը Հայաստանում տեղ ունի, եթե հարգի օրենքը, Էջմիածնում հայտարարեց Ռաֆի Հովհաննիսյանը։ Մենք պիտի արմատախիլ անենք այդ կոռուպցիան, դատական, մաքսային, հարգային, պիտի ձգենք պետության բյուջեի գոտին եւ վերադարձնենք ժողովրդին իր հասանելիքը կենսաթոշակով, կրթությամբ, աշխատավարձով եւ ի վերջո աշխատատեղով։ Ժառանգություն կուսակցության ղեկավար նախագահի թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը Լոռու մարզի տարբեր քաղաքներում եւ գյուղերում հանդիպել է ընտրողների հետ։ Վանաձորում իր ելույթի ընթացքում Հովհաննիսյանը մի քանի անգամ շեշտեց, որ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը 20 տարվա մեջ առաջին անգամ տոնելու է իր հաղթանակը։ Գյումրիում 2 օր առաջ իմացա, որ պարոն նախագահը այնտեղ եղել էր եւ ասաց, որ ինչ որ դոգոս պիտի խփի։ Այդպես են ասում, պիտի խփի դոգոս։ Հայ ժողովուրդը պիտի խփի, մեր դոգոսը եւ հաղթանակի դոգոսը պիտի խփի, ոչ թե որևէ ուրիշ մեկը։
Ռաֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված քննադատությանը, նախ շնորհակալություն հայտնեց, որ գործող նախագահը ուշադիր հետևում է իր ելույթներին եւ ավելացրեց, որ Գյումրիում ինքն իր սրտի խոսքն է ասել։ Տեխնացուներից մեկը զայնին այսպես խորող արտահայտություն տված հայտարարեց, թե սա բարու եւ չարի պայքար է։ Էլի սկսեցիք մերոնք ձերոնք։ Ինքը ասաց, որ ինչ-որ մեկը, այդ ինչ-որ մեկը Ռաֆի անունն է գրում։ Ես եմ բարոն նախագահ, այդ ինչ-որ մեկը ես եմ, որ ասաց, որ ի վերջո Հայաստանի Հանրապետություն, աշխարհը, քաղաքացին, հայաստանցին, հայ մարդը պիտի տեսնի, որ բարին հաղթում է չարին։ Իզուր է, որ որևէ մեկը իր վրա վերցրեց այդ նախատասությունը։ Այդ չարը յուրաքանչյուրիս մեջ է, իմ մեջ էլ կա չարը։ Իզուր է իր վրա վերցնում։ Ամեն մեկը իր միջի չարը պիտի հաղթի եւ մեր մեջի բարին փետրվար 18-ին հաղթելու է։ Բարոն նախագահ։ Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որպես իր խոսքը միջնորդավորված չլինի, ինքը հրապարակային երկուստեք բանավեճի է հրավիրում գործող նախագահին։ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի այն խոսքին, թե Ղարաբաղի անկախության ճանաչումը քաղաքական ավանտյուրա է։ Ավանտյուրան դա չէ, ավանտյուրան արգազախնդությունը դա է, որ ժողովրդին ծաղրում են, հեգնում են և Արցախը խաղ է դառնում, ոչ մենք ճանաչելու ենք Արցախը իր տարածքային ամբողջականություն։ Ռաֆի Հովհաննիսյանը խոսեց նաև իր ծրագրերի մասին, հայտարարելով, որ բարձրացվելու են կենսաթոշակները, բացվելու են աշխատատեղեր, իսկ արտագաղթը նվազելու է, մարդիկ վերադառնալու են իրենց հայրենիք։ Հայաստանի նոր նախագահությունը ծառայելու է ձեզ, պիտի ձգեք մեր գոտիները, նվազագույն թիկնապահեր, մի քիչ էլ էկոնոմ կլաստով ճամփորդ է Հայաստանի նախագահը։ Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հայտարարություն է տարածել, որում նա առաջիկա նախագահական ընտրություններն անօրինական եւ ոչ իրավաչափ է ճանաչում, նույնը կոչ անելով մնացած թեկնածուներին։ Թեկնածուն նշում է, որ ինքը չի մասնակցի քվեարկությանը եւ չի ընդունի դրա արդյունքները։ Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում նախագահի թեկնածուն մանրամասնում է իր հայտարարությունը նշելով, որ մի շարք հանգամանքներ ստիպեցին իրեն նման եզրահանգման գալ։ Դրանցից մեկը նախագահի թեկնածու գործող նախագահ Սերժ Սարգսյանի Շիրակի մարզում լրագրողի հարցին պատասխան արած հայտարարությունն է։ Սարգսյանն իր վերընտրվելու հնարավորության վերաբերյալ ասել էր, ինչքան ուզես, այնքան կխփենք։ Շանսը ո՞րն է իմ, շանսը 100-ից 90 խփեմ, 80, 70 թե 60 է դա։ Ինչքան ուզես, այնքան խփենք։ Պարոն Սերժ Սարգսյանն էլ հայտարարելով, չգիտեմ կատակով թե լուրջ, որ որքան քվեկ ուզենան, այնքան էլ կխփեն, անիմաստ է դարձնում թեկնածուների մասնակցությունը ընտրական բոլոր գործընթացներին։ Մյուս հանգամանքը վերաբերում է ընտրողներին ու ընտրացուցակներին։ Նախքան քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածուն ավելի վաղ դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրելով իրեն հատկացնել Հայաստանի քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների եւ Հայաստանի քաղաքացիությունից դուրս եկածների մասին տեղեկատվություն։ Նրա դիմումը մերժվել էր։ Թեկնածուն կարծում է, որ ընտրությունները կարող են կեղծվել Հայաստանից հեռացած քաղաքացիների ձայներն ապօրինաբար հօգուտ իշխանության թեկնածուի հավելագրելու միջոցով։ Ըստ նրա, նման պայմաններում անցկացված ընտրությունները չեն կարող օրինական լինել։ Առաջարկում եմ ընտրողներին գնալ տեղամասեր, նշում անել իմ անվան դիմաց եւ այդպիսով քվեարկել ոչ թե Արման Մելիքյան թեկնածուի օգտին, այլ ընդդեմ կեղծված ընտրությունների։ Իր հայտարարության տեքստը թեկնածուն հանձնեց մրցակիցներից մեկին, հացադուլում գտնվող Անդրեաս Ղուկասյանին։ Մնացած թեկնածուներին նա առաջարկում է հայտարարությանը ծանոթանալ համացանցում։ Ասաց, որ ինքը արդեն տեղյակ է հայտարարության վերաբերյալ, իր թիմը անպայման դա կդիտարկի որպես հնարավոր տարբերակներից մեկը վարքագծի։ Ես կարծում եմ դա խելամիտ կլինի, նաև գուցե հնարավոր կլինի որոշում կայացնել հացադուլից դուրս գալու վերաբերյալ։
Անդրեաս Ղուկասյանը Մելիքյանի հայտարարությանն ավելի ուշ կպատասխանի։ Ես դրա մասին կանեմ հայտարարություն, կգնահատեմ իրադրությունը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը այսօր անդրադառնալով բանակի խնդիրներին նշեց, որ զինված ուժերի կառույցը, եթե չհաշվենք ազգային անվտանգության ծառայությունը, ամենափակն է։ Թափանցիկ ու հաշվետու չունի որևէ մեխանիզմ, որ հնարավորություն կտար զինծառայողների բողոքների եւ խնդիրների հետ կապված արդյունավետ քննություն իրականացնել։ Երբ որ մենք ենք բարձրացնում, մեզ մեղադրում են ազգային շահերը դավաճանելու եւ այլն, բայց հենց որ Սերժ Սարգսյանն է խոսում այդ խնդիրների մասին, դա ուրեմն ազգային շահերի դավաճանություն չէ։ Այսինքն կա մեկ մարդ, որը կարող խոսա այդ խնդիրների մասին, դա միայն Սերժ Սարգսյանն։ Մնացածները պետք է չխոսան, կամ մնացածները խոսան այն դեպքում, երբ որ ինքը թույլ է տալիս, ինքը մոտենում է այդ երրաբլուրում, հա, մոռանում է մարդը, որ դա երրաբլուրը այնուամենայնիվ գերեզմանատուն է եւ ասում է, «Քեզ սիմպտոմը ուրեմն փչացնում ես, որ ինչ անես, հա»։ Եթե հիմա որ ինչ անես, հայտնի ուրեմն ուրեմն հարց ենք տալիս, բա հիմա որ մտել ես պայքարի մեջ, որ ինչ անես։ Եթե խնդիրներ չես լուծում, որ ինչ անես։ Եթե որևէ կոնցեպցիա չես առաջարկում, որ ինչ անես։ Ես իհարկե ուշադրությամբ նայել եմ բոլոր տեխնացուների այն ծրագրերը, որոնք կան դաշտում։ Կան եւ Սարգսյանի մոտ, եւ Բաքրատյանի մոտ, եւ Հովհաննիսյանի մոտ այդ բանակային խնդիրները կան։ Բաքրատյանը կարծեմ ավելի հանգամանորեն նամակին էլ պատասխանեց բանակն իրականում խմբի։ Բայց երբ խորացա Սարգսյանի գրածի մեջ 1.5 էջի չափ էր բանակի հետ կապված։ Զինվորական համազգեստով քաղաքացուն է նկարագրում որպես բանակի մարդ։ Ինչ-որ բանակի տեխնիկատնտեսական զորացման, զենքի, հայրենական զենքի արտադրության մասին ինչ-որ բաներ կա, որոնք կարծում եմ բոլորի կարիք չկա դերել այդ բանի մեջ։ Հոմես արա, բանակը փակ է մնում։ Բազմաթիվ բաներ, որոնք կարելի է բացել եւ բանակը չի տուժի եւ պետության պաշտպանողությունը չի ինքնի, չեն բացում։ Ժառանգություն կուսակցության շտաբի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի կարծիքով այն խնդիրները, որոնք հիմա առկա են բանակում, ձեռնտու են միայն մեր թշնամիներին։ Ադրբեջանին հենց այսպիսի մարտունակության բանակ է հարկավոր։ Ես պետք է ասեմ, որ մենք ամեն դեպքում ունենք այդ մարտունակությունը եւ դա իշխանությունների բարի կամքի դրսևորում չի, դա մեր նվիրվածությունն է։ Քննարկման ընթացքում անդրադառնալով նաև բնապահպանական խնդիրներին, Transparency International ՀԿ փոխնախագահ Սոնա Այվազյանը նշեց, որ բնապահպանական խնդիրները հաղթանակ չեն համարում, քանի որ դրանք չեն բերել որևէ համակարգի փոփոխության եւ որոշումները շարունակվում են ընդունվել փակ դռների ետևում։ Սոնան անդրադարձավ նաև գործող նախագահի նախընտրական գովազդներին, որտեղ օգտագործվել են բնապահպան ակտիվիստների փոքրիկ հաջողությունների հոլովակները։ Այդ քայլով, ասում է Սոնան, թեկնածուն պարզապես փորձել է փոքր հաջողություններն իրեն վերագրել։ Եվ մյուս կողմից դա բավականին ցինիկ կարծում եմ այս քայլ է։ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպվող ՆԱՆԵ ամենամյա մրցանակաբաշխությանը Ազատություն ռադիոկայանի լրագրողներ Անուշ Մկրտչյանը, Նարինե Ղալեչյանը եւ Լիլիթ Հարությունյանը արժանացել են մրցանակների։ Ռադիոնյուտ անվանակարգում առաջին տեղում է Անուշ Մկրտչյանը, թող հավատամ, որ կյանքը սրանով չի ավարտվում ռադիոնյութի համար։ Եվ նաև ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը Սաթենիկ Վանցյանի, որ ինձ օգնեց Գյումրիում այդ կնոջ հետ կապ հաստատելու համար։ Նարինե Ղալեչյանը երրորդ տեղում է ազատազրկման մեջ ապրող կանայք ռադիոնյութով։ Հերթական շարքային ռեպորտաժներից մեկն էր, որի վրա չեմ կարող անկեղծ չլինել ու չասել, որ շատ քիչ եմ աշխատել։ Ու իսկապես զարմացա, որ ստացա գոնե երրորդ տեղի մրցանակը։ Կոնկրետ նախորդ տարի հույսերս ավելի շատ էին, որովհետև իսկապես շատ էի աշխատել, բայց իմ համար ադրամաբանական պատճառներով տոտալ իգնորի ենթարկվեց, նա համար World Vision միջազգային կազմակերպության հատուկ մրցանակի է արժանացել Ազատություն ռադիոկայանի լրագրող Լիլիթ Հարությունյանը միավ ձիահի կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում թեմային առնչվող լավագույն տեսանյութի համար։ Միավով վարակված կինը ափսոսում է, որ ամուսնանալուց առաջ ուշադրություն չի դարձրել խնդրին եւ ամուսնուն հետազոտվելու առաջարկ չի արել։ Ես երիտասարդությանը կոչ կանեմ, որ ամեն դեպքում իրանք հետազոտվել նոր ամուսնանալ։
բոլորի համար եւ իմ համար կարևոր է որ այս թեման եւս մեկ անգամ քննարկություն կստանա։ Մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու։ 1920 թվականին Վահան Տերյանի մահվանից հետո նրա մտերիմ ընկերը Պողոս Մակինցյանը, որը հենց 1920-ականներին հրատարակեց Տերյանի 4 հատորյակը, նրա կնոջ Անահիտ Շահիջանյանից վերցնում է նրա ողջ արխիվը պետականացնելու նպատակով, որից հետո սակայն արխիվը այդպես էլ մնում է Պողոս Մակինցյանի մոտ։ Իսկ 1938 թվականին նրա գնդակահարությունից հետո փաստորեն արխիվը պահպանվում է նախ նրա կնոջ, ապա դստեր Անահիտ Մակինցյանի կողմից։ Եվ ահա այս բոլոր տարիների ընթացքում տերյանասերների բոլոր ջանքերը վերադարձնել Վահան Տերյանի արխիվը Մոսկվայից Երևան այդպես էլ ապարդյուն են անցնում։ Տերյանի մահից անցել է 93 տարի, մոտ 1 դար, եւ ահա պարզում է, որ Անահիտ Մակինցյանի մոտ պահվող Տերյանի արխիվը արդեն 2-3 տարի է Հայաստանում է գտնվում, մասնավորապես Տերյան մշակութային կենտրոնում, եւ ահա կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ մեր զրույցից պարզվեց, որ նպատակ ունեն նաեւ այս կենտրոնը դարձնել Տերյանի թանգարան։ Իսկ ինչպես է արխիվը հայտնվել այս կենտրոնում, ապա Լիլիթ Մելիքյանի եղբայրը փաստորեն ամուսնացել է Անահիտ Մակինցյանի ծոռնուհու հետ եւ հենց այդ պատճառով էլ Տիկին Մակինցյանը կենտրոնին է վստահել արխիվի պահպանության եւ հրատարակության խնդիրը, ասաց Լիլիթ Մելիքյանը մեր ռադիոկայանին տված հարցազրույցում շեշտելով, որ այս տարվանից կսկսեն հրատարակել Տերյանի արխիվային նյութերը։ Նույնիսկ զուգատիպություն էր, որ Անահիտ Մակինցյանը առաջին անգամ ընտանեկան շրջապատում ասաց, որ ինքը ունի որոշ նյութեր, որոնք որ կապված են Վահան Տերյանի հետ եւ ոչ միայն Վահան Տերյանի հետ, որտեղ Պողոս Մակինցյանը ինքը շատ հետաքրքիր անձնավորություն է եղել ու շատ տարբեր նամակագրական կապը շատ տարբեր մարդկանց հետ է եղել, այնտեղ Բրյուսով կա, Չարենց կա ու այդ բոլոր մարդկանց։ Տերյանի արխիվը իր մոտ է եղել, չէ՞։ Դա Տերյանի արխիվը չի, դա իրանց մտերիմ նամակագրական կապն է, որ ինքը պահպանել է ու իր ընտանիքի անդամները այնքան գրագետ մարդիկ են եղել, փաստորեն Անահիտը Մակինցյան, ինքը չի փորձել այդ արխիվով վարվի, ոնց որ երևի թե շատերը կվարվեն, հա, ինքը ոչ լուսաբանել է, ոչ նվիրել է, ոչ ինչ որ սեփական շահի համար կիրառել է, ոչինչ չի արել, ինքը պահպանել է։ Ու ինչու պետությանը չի հանձնվել ի վերջո, չէ՞ որ բազմաթիվ ասենք թանգարաններ կան Հայաստանում եւ այլն։ Ասեմ ձեզ, ինքը երկար տարիներ փնտրել է, ում կարող էր հանձնել, որտեվ ինքը անդադ եկել է Հայաստան, մտածել է, որ կգտնի այն աղբյուրը, որտեղ որ վստահելի կհամարի, որտեվ ինքը միշտ կարծում էր, որ իր հոր անունը չպետք է նաև կորի, որտեվ իր հայրը շատ մեծ դեր է տարել եւ ինքը ուզում էր, որ այն ինչ որ կտա դա պահպանվի եւ հրատարակվի գրագետ ձևով։ Հետո ստացվեց, որ շատ ընտանեկան մեր ծանոթությունը եւ իր ծանոթությունը պարոն Հակոբյանի հետ, մեր նախագահի հետ, որը որ փոքրիկ գրքի նման բրոշյուր հրատարակեց Մակինցյանի մասին եւ Անահիտ Մակինցյանը որոշ բաներ նվիրատվեց Տերյան կենտրոնին։ Իսկ ինչ, մի քիչ ներկայացրեք, պատմեք։ Նայեք, իսկ ինչը ես իրավասու չեմ ներկայացնել, որտեվ այդ ինչը մեր հարստությունն է այս պահին, որով մենք պարբերաբար պետքա Տերյանասերներին զարմացնենք։ То есть ես հիմա ինչքան դուք ինչ եք առաջիկայում պատրաստվում անել, գոնե այդ մասին ասեք։ Ինչով եք զարմացնելու Տերյանասերներին։ Մենք մի փոքր ձեռնարկ ենք հրատարակել, բրոշյուր ենք ունենալու, որտեղ կա Տերյանի խոսքերը որոշ լուսավոր մարդկանց մասին։ Այսինքն մենք օգտագործում ենք, մենք ամբողջովին ոչ մի նամակ չենք հրատարակելու, այլ նամակների մեջից օգտագործվելու։ Ինչու եք փակ պահում այդ արխիվ, ինչ նախընտրում։ Դա եղել է Տերյանի ցանկությունը։ Այսինքն ամեն նամակին պես վերջում գրված է այրիր կարդալուն պես, ինչքանով մենք իրավունք ունենք այդ նամակը հրատարակենք։ Ասենք ում է ուղված նամակը, որ գրված է այրիր։ Մակինցյանին։ Միայն Մակինցյանի նամակների մասին։ Ոչ, բայց նամակների մեծ մասի վերջում իսկ անտիպ ձեռագրեր, բանաստեղծություններ նոր չկան։ Այդ ամեն ինչը կան, բայց դրա մասին ես ոչինչ չեմ ասի, որտեղ դա հենց մեր Տերյան կենտրոնի հասկանալի է, բայց երբ մենք դա այդ ամենը կտեսնենք, երբ դա առաջինը հենց այս տարի։ Այս տարի կլինի արդեն։ Տարվա վերջում առաջին բրոշյուրը կլինի, որ դուք դա պատրաստում եք մի քանի բրոշյուրներով, թե առանձին հատորներով։ Կլինի 1000 հատանոց հրատարակություն, որը որ մենք 1000 հատ բրոշյուր։ Այո։
որը որ մենք կնվիրենք մարդկանց, որոնք որ զբաղվում են, սիրում են ու գալիս են մեր միջոցառումներին, մասնակից են, օրինակ ես ձեզանից տեսնում եմ, որ ինչքան եք դուք հետաքրքրված, դուք մեջն եք այդ ցանկի։ Շատ շնորհակալություն, բայց ավելի լայն հասարակության համար հետո երևի կհատարակեք կամ չէ, դե որտեվ մեր Մտերյանը մեր մեծագույն բանաստեղծն է եւ նրա համաձայն եմ, բայց եթե ինքը մեր մեծագույն բանաստեղծն է, մենք պարտավոր ենք հարգենք, չէ, իր խոսքը։ Մի հարց էլ, իսկ դուք ունեք հնարավորություն այդ ամենը այնպես պահպանելու, որ չփչանան, չէ, որ էլի խոսքը մեր մեծ բանաստեղծի ձեռագրերի մասին։ Լուրջ վնասվեցինք, եթե գիտեք, մենք գտնվում էինք Ազգթերթի տարածքում, որտեղ չգիտեմ պատահական թե ինչպես ստացվեց, ամենայն դեպս մենք մնացինք ջրհեղեղի տակ ու մեզ շուրջ 24 ժամ անընդմեջ ջրել էին։ Լիլիթ Մելիքյանը հավաստիացնում է, որ Տերյանի ձեռագրերից եւ առհասարակ Անահիտ Մակինցյանի տված նյութերից որևէ մեկը սակայն չի վնասվել ջրհեղեղից։ Թե ինչու է ի վերջո Անահիտ Մակինցյանը չանցալով բազմաթիվ հորդորների Տերյանի անտիպ ժառանգությունը, որը անգնահատելի գանձ է մեր ժողովրդի համար, տասնամյակների ընթացքում այդպես էլ չի հանձնել թեկուզ Հայաստանի ազգային արխիվին կամ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին, որտեղ պահպանվում են մեր մեծերի արխիվները, դժվար է ասել, բայց լավ է, որ այդ անգին կարելի ասել արխիվային նյութը ի վերջո թեկուզ հատվածաբար կդառնա տերյանապաշտ մեր հասարակության սեփականությունը 2013-ից սկսած։